Իսկ ինչպիսին են ձուկ կանայք։ Ձուկ կանայք կարող են սիրահարվել, լուծվել տղամարդու մեջ, ապրել 7-րդ երկնքում լինել, ռոմանտիզմով տառապել և ապրել տղամարդկանց կյանքով։ Այստեղից մոռանում եք ձեր մասին մտածելով և տղամարդու համար դառնում եք անհետաքրքիր։ Դրա համար մեկ-մեկ կարող եք հանդիպել ձեր կյանքում ալֆոնս տղամարդկանց, ովքեր ձեր զգացմունքները, ձեր սերը կարող են օգտագործել։ Ձկները բավականին շատ խորը զգացմունքային էմոցիոնալ մարդիկ են, ովքեր իրենց սերը ցույց են տալիս օգնելով ցավոք սրտի և երբեք չեն մերժում։ Դրա համար էլ տուժվում են ձկան նման խորը հորոսկոպի ամբողջ նշանների մեջ ձուկը ունի խոյից սկսած մինչև հասնում է ջրհոս, ու իր նշանը։ Հեշտ չի, երբ որ մարդ ծնվում է խոյ կամ ձուկ։ Սա շատ դժվար է այս տանդեմը, և այստեղ ձկների նման անգամ գիտնականները չեն կարող հասկանալ, թե ինչու են այդպես նաև փոփոխական։ Պլստում է, Նաև ինչ պատճառներով ձուկ կանայք նաև կարող են դավաճանել, եթե փոքրուց ծնողները խիստ են լինում, թույլ չեն տալիս այն, ինչ նրանք սիրում են դրանով զբաղվել, ձկների բախտը հետագայում ճիշտ չի դասավորվում։ Իսկ եթե ծնողները ճիշտ են դաստիարակում ձեր ազատության վրա, անկախության վրա, չեն խոչընդոտում, այստեղ կարող են բավականին բախտավոր կանայք լինել, երջանիկ լինել, ամուսնանալ և լավ ընտանիք ունենալ։ Շատ կրքոտ են, մեկ-մեկ կարող են խառնել սերը օգնության հետ։ Ձուկ տղամարդիկ բավական չի ասի, փոփոխական մարդիկ են, որովհետև ձուկ նշանը ինքը փոփոխական նշան է։ Ձուկ տղամարդիկ երբեք չեն նվիրվում այս կամ այն կնոջը շուշուտ փոխելով ձեռնոցի նման կանանց։ 1000-ից մեկն է, դա կապված է նրա ծննդյան թվանշանից, որ կարող է լինել նվիրվող, և եթե նվիրվում են ամբողջ կյանքում խոյի նման, Իսկ խոյերի դեպքում ես խորհուրդ եմ տալիս անցյալից ազատվել, որովհետև մեկ անգամ և ամբողջ կյանք դա կարող է ձեր կյանքը կործանել։ Իսկ ձկների հարցում նաև խմիչքի հետ սեր ունեն, ինչպես կանայք, այնպես տղամարդիկ, բայց ոչ բոլորը, Այստեղ պետք է դուք սովորեք մարդկանց մեկ-մեկ ասել ոչ, որպեսզի զոհ չդառնաք որոշ մարդկանց, որովհետև ձեր սերը վարակիչ է և դուք